Մայիսի 2-ին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորներից մեկը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է տվել, որ Անալիտիկ EM լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու և հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300,000 դրամ։ Այնուհետև կայքի տնօրենի ներկայացրած պահանջի կապակցությամբ պատգամավորի անունից բանակցություններ է վարել նրա ներկայացուցիչը։ Բանակցությունների ընթացքում նրանց միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պահանջվող 300,000 դրամը նախապես պայմանավորված որևէ վայրում մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը պետք է վճարվի կամ կայքի տնօրենին կամ նրա օգնականին։ Մայիսի 3-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազման վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ ժամը 15-ի սահմաններում Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում գործող սրճարաններից մեկում շորթման առարկա հանդիսացող 300,000 դրամ գումարը վերցնելուց հետո փաստով կայքի տնօրենի օգնական, ինքը և մամուլի ակումբի ղեկավարը բռնվել և բերման է ենթարկվել կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։ Հայտնաբերվել և բերման է ենթարկվել նաև կայքի տնօրենը։ Նրանք ձերբակալված են, կատարվում է քննություն։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի մայիսի 3-ից 4-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 10-ը։ Բացահայտվել է գողության 7, խարդախության 10, շորթման, հարկերից խուսափելու և խուլիգանության 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման 1 և գողության 4 դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Մայիսի 3-ին ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները Երևանի Սոսեի փողոցից հայտնաբերել և բերման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 1983 թվականին ծնված Փեջման Աբասի Միրջաֆարին, որը ոստիկանության Մեղրիի բաժնի կողմից հետախուզվում էր մաքսանենգության և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր ապօրինի իրացնելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Մարտի 10-ին ժամը 15-ի սահմաններում անհայտ անձը Երևանի Տիգրան Մեծի պողոտայով երթևեկող միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից գաղտնի ապշտակել է դրամապանակը։ Փողոցի տեսագրող սարքերը ֆիքսել են կասկածյալին։ Լուսանկարում պատկերված անձի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 450202 570088 կամ 098 95 09 99 հեռախոսահամարներով։ Տեղեկություններ հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Երևանի բնակիչ 1936 թվականին ծնված Սարգիս Սարգսյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Նոր Նորքի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 102 010 63 0202 հեռախոսահամարներով։